Նոր սրբավայր և հանգստի գոտի Տավուշի մարզկենտրոնում։ Իջևանում բացվեց հիշողության պուրակ, նվիրված Արցախյան պատերազմների նահատակների հիշատակին։ Ոչ ոք չի մոռացվել։ Նրանք զոհվել են հանուն մեր երեխաների, հանուն նրանց ապագայի, հանուն Հայաստանի անկախության։ Իջևան համայնքի բոլոր գյուղերից ունենք զոհվածներ։ Ազատամուտ համայնքը տվել է 13 զոհ եւ 44 օրյա պատերազմում, եւ քառօրյա պատերազմում, եւ 90-ական թվականներին։ Նորակառույց կոթողին ծաղիկներ խոնարհեցին, հարգանքի տուրք մատուցեցին մարզային եւ համայնքային իշխանության ներկայացուցիչները, զոհվածների հարազատները, հնչեցին երախտիքի խոսքեր։ Հիշողության պուրակը խոշորացված համայնքի համախմբման եւս մի նախաձեռնություն է։ Համայնքային միջոցառում էր, տարբեր համայնքներում կար հուշակոթողներ, բայց ընդհանուր մենք այսօր կառուցեցինք մի վայր, որտեղ կարող է այցելել եւ հիշել մեր բոլոր տարածաշրջանի զոհերին։ Տարածքը նախատեսվում է որպես հանգստի գոտի, նաեւ սրբավայր, որպես մեր զոհերի հիշատակ։ Քաղաքի հյուսիսային մուտքին հարող բարձրադիր վայրում մոտ կես դար առաջ կառուցված Մայր Հայաստան հուշահամալիրի շրջակա նախկինում անխնամ 3000 քառակուսի մետրից ավելի այս տարածքն անճանաչելիորեն վերափոխվել է սուբվենցիոն ծրագրով։ Ամբողջ տարածքը եղել է անբարեկարգ վիճակում, ծրագրի շրջանակներում սալիկապատվել է, կանաչապատվել է տարածքը ամբողջությամբ ցանկապատվել է, մեկ է տեղադրվել է մեր զոհվածների հուշաքարերը, նախատեսվում է նաև սալիկապատվել նշված տարածքը, ծառուղին, նաև տեղադրվել նոր նստարաններ, քայլողիններ, ցանուր ծրագրի արժեք 40 միլիոն դրամ է, որից 18 միլիոն դրամը համայնքի ներդրում է, 22 միլիոն դրամը կառավարության ներդրում է։ Ապագա ծառուղին ձևավորվեց միջոցառման ավարտին։ Ծառատունկին մասնակցում են բոլորը, ամեն զոհվածի հուշաքարի մոտ մի ծառ է տնկվում։ Դիանա Գասպարյան, Գայանեթ Համամյան, Վահեթ Համամյան, լուրեր։